Դավիթի խոսքը շարունակելու եմ ու հավատում եմ, որ Աստված մեր մեջ գործ է ուզում անի ու ես միշտ էլ այս միտքը ասում եմ, որ ամեն ինչ որ ամեն անգամ, ամեն կիրակի, ամեն ծառայությունների ժամանակ այն ինչ որ կատարվում է, դրա համար կա նպատակ։ Աստված աննպատակ ոչինչ չի անում։ Հավատում եմ յուրաքանչյուրիս ամեն անգամ Տերը որ կանչում է, Աստծո նպատակը մեկն է, որ մենք հավատքից հավատք գնանք, որ մենք փառքից փառք գնանք, որ մենք սրբությունից սրբություն գնանք։ Ու հավատում եմ, որ մեր երկրի վրա եղած կամ եկեղեցու երկրի վրա լինելու նպատակը հենց հոգիների փրկությունն է։ Մենք մեզանից ամեն մեկը շատ լավ հասկանում է։ Հիսուսը երբ որ ինքը եկավ երկիր, ինքը այն ինչ որ արեց մենակ չարեց։ Ինքը իր համար թիմ հավաքեց 12 հոգանոց, որոնց միջոցով ինքը փոխեց ամեն բան։ Ու դրանով չեզրափակվեց Հիսուսը։ Այն ինչ որ անում էր Հիսուսը շարունակաբար աշակերտների միջոցով ու մինչև այսօր հավաքում է այն մեծ թիմը, որ այդ մեծ թիմի միջոցով կարողանա հասնի այն մարդկանց, ովքեր որ Իրանից անտեղյակ են։ Ու կարող ասածս մի քիչ խիստ հնչի, մենք մեղավոր կգտնվենք, եթե մենք Հիսուսի այս նպատակը չիրագործենք այս երկրի վրա։ Բայց մինչև մի բան, այն ինչ որ պետքա փոխանցեմ, ուզում եմ մի հատ փոքր բան կարդամ, այս վերջերս միտեղ կարդացի ու իմ սրտին շատ ուժեղ կպել է։ Ժողովուրդ, մեզանից ամեն մեկը պետք է այս բան իր սրտի մեջ տնի։ Մեզանից ամեն մեկը, որ կա եկեղեցում, մեր սրտերի մեջ պետք է դնենք ու այս բանը շատ լավ հասկանանք։ Մենք Տիրոջ ներկայացուցիչն ենք այս երկրի վրա։ Մենք պատահականություն չի, ուղղակի պատահական մենք չենք հայտնվել եկեղեցում։ Հավատում եմ Աստծո ուզածով է, որ մենք եկել ենք եկեղեցի ու հավատում եմ, որ մենք եկել ենք որպեսզի ներկայացնենք Իրան։ Մենք ուղղակի չենք եկել, որ կիրակի օրերը, չգիտեմ, ամեն ծառայությանը մասնակից լինենք ու գնանք։ Ես երեք չեմ մյուս օրը Աստվածաշնչյան դպրոցում ժամանակի կառավարման թեմայի մեջ մի բան էի ասում, որ անգամ մարդը կարող է եկեղեցում լինի ու կորցնի իր ժամանակը։ Որովհետև մարդը ուղղակի կարող է գնա ու տարիներ շարունակ մարդը այդ ուղղակի գնա ու չգիտեմ, իր ամբողջ ընթացքը դրա մեջ լինի։ Ու տենց էլ չհասկանա գալու նպատակը, Աստծո մոտ գալու նպատակը որն էր։ Ու հավատում եմ, որ մարդը վերջին օրը, երբ որ կայնելու է Տիրոջ առաջ, ամենամեծ բանի համար, որ փոշմանելու է, իր կորցրած ժամանակի համար է լինելու։ Որ ուղղակի եկեղեցում եղել է ինքը տարիներ շարունակ, բայց այն ինչ որ Տերը Իրանից սպասում ուներ, այդ բան իր կյանքի մեջ չի իրագործվել։ Ոստեղ ոչ թե մեղավորը Տերն է, այլ մեղավորը մենք ենք, որ իմանալով Տիրոջ կամքը, հասկանալով թե Տերը մեզ ուր է կանչել լինելու, շատ անգամ մենք ընտրում ենք մեր սեփական ճանապարհները, ոչ թե Տիրոջ ճանապարհը։ Մի հատ բան եմ ուզում կարդամ, ուզում ուշադիր լսեք։ Եկեք փառք տանք Աստծուն։ Դահլիճը սկսում է ծափահարել, գեղեցիկ, զորեղ, զգացմունքային։ Բայց մի րոպե, իսկ ուր է այստեղ իրական փառքը։ Եկեք լինենք անկեղծ, եթե փառքը չափվեր ծափերի ուժգնությամբ, ապա շոու բիզնեսը վաղուց երկրի ամենասուրբ վայրը կլիներ։ Փառքը ծափերը չեն, փառքը համբավ է։ Այն պատմություն է Աստծո մասին, որ պատմում է քո կյանքը։ Մանկուց մեզ ասում էին. դու մեզ ամաչեցնում ես, երբ սխալ էինք գործում, և քեզանով հպարտանում ենք, երբ արժանի մի բան էինք անում։ Պարզ ճշմարտություն, ծնողների փառքը երեխաների վարքն է։ Այ հիմա բուն հարցը, եթե Աստված մեր հայրն է, ապա որտեղ է նրա փառքը։ Մեր երգերում, մեր երկար աղոթքներում, մեր բարձր ծափերում, ոչ, նրա փառքը մեր գործերի մեջ է,
մեր ընթացքի, մեր կյանքի մեջ։ Հատկապես այն պահին, երբ ոչ ոք մեզ չի տեսնում։ Երբ հարևանը կարող է ասել. «Փառք Աստծուն այս մարդու համար»։ Երբ ուսուցիչը կարող է ասել. «Փառք Աստծուն, որ նման մարդիկ կան»։ Երբ գործընկերը կարող է ասել. «Փառք Աստծուն, որ նա մեր կողքին է»։ Ահա սա է Աստծուն փառք տալը։ Ոչ թե ծափերի աղմուկը, այլ քո կյանքի ձայնը, որ ավելի բարձր է, քան ամենամեծ երգչախումբը։ Ուստի երբ եկեղեցում լսես եկեք փառք տանք Աստծուն, մի մտածիր, թե որ պահին ավելի ուժգին ծափ տաս։ Մտածիր ինչպես ապրես այնպես, որ մի օր ինչ որ մեկը քեզ նայելով անկեղծ ասի. նա հավատացյալ է, փառք Աստծուն։ Գիտեք, մեր կյանքը արտացոլում է, թե իրականում ովքեր ենք մենք։ Մեր ամենօրվա ապրած կյանքի մեջ, եկեղեցում, եկեղեցուց դուրս հասարակության մեջ, մեր տների մեջ, աշխատանքի վայրում ու ամենտեղ։ Ու ես հավատում եմ, որ մեզանից ամեն մեկը լինելով եկեղեցում իր վրա կրում է մեծ պատասխանատվություն ներկայացնելու Տիրոջը։ Ու Տիրոջը ներկայացնելու համար մենք պետք է ինքներս մեզ նայենք, ամեն օր նայենք։ Նայենք մեր գործերին, նայենք մեր մտածելակերպին, մեր արժեքներին։ Ես չեմ խոսում այն մասին, որ մենք թերություն չունենք։ Մենք թերություն շատ ունենք։ Ես շատերի հետ խոսալու ժամանակ ասեմ, գուցե ես ստեղից մինչև այն վերջի նստարանը հասնեմ ու այդ ընթացքում մի 74 հատ մեղք գործեմ կամ չգիտեմ, սխալվեմ։ Մարդը սխալական է, բայց երբ որ մարդը ինքը հասկանում է իր դիրքը, իր ով լինելը, որտեղ լինելը, շատ բաներ սկսում է ինքը փոխել իր կյանքի մեջ։ Ուզում եմ շատ ծանոթ տեղից մի հատ հատված ուղղակի նայենք իրար։ Այն ինչ որ Հիսուսը ասում էր։ Հիսուսը լեռան քարոզի մեջ Մատթեոս 5-րդ գլուխ 13-րդ համարի մեջ ինձ ու քեզ ասում է. դուք եք երկրի աղը։ Եթե աղը իր համը կորցնի, ինչով պիտի աղվի։ Նրանից հետո մի բանի չի գա, այլ մեն դուրս ձգվելու եւ մարդկանց ոտքով կողկրտվելու։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա կանգնած է, չի կարող պահվել։ Ու ճրագը չեն վառում ու դնում գրվանի տակ, հապա աշտարակի վրա, որ լույս տա բոլոր տան մեջ եղողներին։ Այնպես թող լուսավորվի ձեր լույսը մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հայրը, որ երկնքում է։ Ուզում եմ անհատական ամեն մեկս այս բառերը մեր համար վերցնենք։ Դու ես երկրի աղը։ Ու երկրորդը դու ես աշխարհի լույսը։ Ուզում եմ այս բանի մեջ նայենք իրար հետ։ Աղը ինչ է անում, ինչ գործողություն է անում։ Աղը երկու գործողություն անում, կարող է շատ անում, ես չգիտեմ, բայց երկուսը հաստատ գիտեմ։ Համ է տալիս եւ ծարավ է առաջացնում։ Երբ որ ես ու դու հասարակության մեջ, եկեղեցում, ամենտեղ դրսևորվում ենք որպես աղ, մարդիկ մեր մեջ Քրիստոսի համը կտենան։ Երբ որ ես ու դու ուղղակի ապրում ենք հասարակության մեջ ընենց, ոնց որ Տերը մեզանից ուզում է, մենք մարդկանց մեջ ծարավ կառաջացնենք, որպեսզի մարդիկ գան Քրիստոսին։ Չգիտեմ ձեր հետ եղել է, թե չէ իմ հետ շատ է եղել։ Մի քանի անգամ եղել է հաստատ։ Որ երբ որ մարդու հետ խոսում ես, ավետարան ես քարոզում ու բարի լուրն ես տալի մարդուն, ասում ես արի եկեղեցի կամ չգիտեմ ապաշխարի, որտեղ Քրիստոս քո համար խաչվել է, ու հանկարծ այդ մարդը մատնացույց անում եկեղեցուց ինչ որ մեկին ու ասում է ինքն էլ չի ձերոնցից։ Ու գիտեք ինչ է լինում, անկեղծ եմ ասում, իմ բերանը քանի անգամ փակվել է։ Ես չեմ կարացել շարունակել։ Ու այդ ժամանակ հասկացել եմ այս արժեքը, որ ինչքան կարևոր է, որ ես ու դու այնքան ճիշտ դիրքի մեջ ապրենք,
որ մարդկանց, երբ որ Քրիստոս կներկայացնես, մարդիկ քո մեջ Քրիստոսին տեսնեն։ Ասում է, այնպես թող լուսավորվի ձեր լույսը մարդկանց մեջ, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում։ Ինչպես է լուսավորվում այդ լույսը։ Գիտեք, սրան զուգահեռ համարը ինչն է։ Հիսուսը ինքը Հովանու ավետարանի մեջ 8-րդ գլուխ 12-րդ համարի մեջ ասում է. Ես եմ աշխարհի լույսը։ Նա, որ իմ հետևից գա, խավարի մեջ չի մնա, այլ կյանքի լույսը կընդունի։ Այնտեղ Հիսուսը ասում է ես եմ աշխարհի լույսը։ Ստեղ ասում է դու ես աշխարհի լույսը։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հիսուսը իր պաշտոնը փոխանցել է ինձ ու քեզ։ Ինքը եկել էր աշխարհի մեջ աշխարհը լուսավորելու։ Ու երբ որ ինքը գնում էր, ասեց. ես գնում եմ իմ հորս մոտ, ու այն գործերը, որ ես էի անում, դուք էլ պիտի անեք։ Ու դրանից ավելի մեծ գործեր պիտի անեք, որ հայրը դրանով փառավորվի։ Հիսուսը իր պաշտոնը փոխանցել է ինձ ու քեզ։ Ու ինչպես ենք մենք այսօր այդ պաշտոնը կրում մեր կյանքի մեջ։ Արդյոք արդարացնում ենք այն հույսերը, որ Տերը մեր վրա հույս է դրել։ Լավ, իմ համար ասեմ, Տերը իմ վրա հույս է դրել։ Ժողովուրդ, մենք սրա կարիքը շատ ունենք։ Աշխարհը ինքը մեր մեջ բան է ուզում տեսնի։ Այդ ճշմարտության մեջ քայլել է ուզում տեսնի։ Ես աշխատանքի բերումով շատ տեղեր, որտեղ որ ում հետ որ շփվել եմ, ես չեմ ծածկել ով եմ ես, այլ հակառակը ես Քրիստոսի մասին խոսացել եմ։ Ու եկել է պահեր, երբ որ մարդիկ մատնացույց են արել, այս մարդը ձեր մոտից չի։ Անկեղծ եմ ասում, եղել են պահեր, որ ամաչել եմ։ Եղել են պահեր, որ ասել եմ, չգիտեմ, չեմ ճանաչում։ Ու մարդ է եղել, որ հետո իրանք ասել են, հա, ինքը այսինչ մարդն է, ձեր մոտից է։ Ու ուզեմ ասեմ, որ իմ համար ցավ է եղել այս բանը։ Բայց ինչ է ասում Աստծո խոսքը։ Դուք երկրի աղն եք։ Դուք աշխարհի լույսն եք։ Դուք քո ֆունկցիան պետքա կատարես, ճիշտ պետքա կատարես։ Առանց սրա մենք չենք կարող Քրիստոսին ներկայացնենք։ Եկեք մի հատ ուրիշ համարել նայենք, Եփեսացիս 5-րդ գլուխ առաջի համարից։ Արդ Աստծուն նմանող եղեք սիրելի զավակների պես եւ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոս էլ մեզ սիրեց ու իր անձը մեզ համար մատնեց, անուշահոտ, պատարագ ու զոհ լինելու Աստծուն։ Արդ Աստծուն նմանվեք սիրելի զավակների պես։ Ում նմանվեք? Աստծուն։ Ինչի համար ենք մենք եկեղեցում, որ նմանվենք Աստծուն։ Ինչի համար է այս ամեն բանը կատարվում, որպեսզի մենք նմանվենք ու ներկայացնենք Տիրոջը։ Ու Հիսուսի համար ինչ ասում հաջորդ համարը, ասում է, եւ սիրով վարվենք, ինչպես Քրիստոս մեզ սիրեց ու իր անձը մեզ համար տվեց անուշահոտ պատարագ լինելու։ Որ ինչ լինի, որ ես ուղղակի գնամ, ես շատերին ասում եմ, եթե Հիսուսը խաչվել է մենակ նրա համար, որ ես գամ եկեղեցի, ուրեմն Հիսուսը աղքատ բանի համար է խաչվել։ Հիսուսը չի խաչվել, որ ես գամ եկեղեցի։ Հիսուսը խաչվել է, որ ես շարունակեմ իր գործը։ Հիսուսը խաչվել է, որպես ես նմանվեմ իրան։ Ու երբ որ մենք այս բանը մեր սրտերի մեջ դնում ենք, հավատացեք մեր ավետարանը քարոզելը, ոնց որ Դավիթն էր ասում, ավետարանը քարոզելու ժամանակ քո բերանից դուրս եկած խոսքը զորությամբ կլինի։ Ու մարդիկ քո մեջ Քրիստոսին կտեսնեն։ Օրինակ, այն պատմությունը, որ կարդացի, մտածել եք հարևանը, գործընկերը, չգիտեմ, ովքեր որ քեզ ճանաչում են, մտածել եք ձեր մասին ինչ են խոսում։ Եք մարդիկ կամ այդ ծայրահեղություն ունեն։ Ասում են ինչ ուզում են թող խոսան։ Աստված իմ սիրտը գիտի։ Բայց գիտեք հայտնության մեջ ինչ է ասում։
Չի ասում ես գիտեմ քո սիրտ, ասում ես գիտեմ քո գործերը։ Մենք գործերով բացասական բաների մեջ ենք լինում, հենց մարդը մեղադրում, ասում ենք Աստված իմ սիրտը գիտի։ Աստված ուզում է, որ մենք իրոք ճշմարտապես ներկայացնենք իրան ամեն օր։ Ես էլ եմ ասում, հնարավոր է մարդը ինչ-որ բանի մեջ թերանա, հնարավոր է մարդ ինչ-որ դժվարության մեջ լինի, բայց ուզում եմ մի բան ասեմ, հավատում եմ Աստծո խոսքը այն, որ մենք կարդում ենք, շատ տեղեր հրամանի պես է գրված, ասում է Աստծուն նմանվող եղեք սիրելի զավակների պես, չի ասում խնդրում եմ Աստծուն նմանվող եղեք, մենք կարիք ունենք հասկանալու, մեր եկեղեցում, օրինակ հաջորդ համար, որ ասում է, եւ սիրով վարվենք։ Նա եկեք մտածենք, սիրով ենք վարվում մեր կողքինների հետ, թե այն ինչ որ մենք անում ենք, մեր, չգիտեմ, պարտադրելն է ինչ որ մեկին ինչ որ բան անի, կամ չգիտեմ, էլի։ Դիրքեր կա, բաներ կա, փոխհարաբերություններ կա, նայում ես, տենում ես, որ կարար այդ նույն բանը լինել շատ սիրով։ Բայց տենում ես, որ այդ նույն բանը սիրով չի։ Ինչ որ մեկը, չգիտեմ, փորձում է մի քիչ ուրիշ դիրքից խոսա։ Բայց ասում է, սիրով վարվեք, խի, որովհետև Հիսուսն էլ այդ սերը պատճառ եղավ, որ բարձրացավ խաչը, անուշահոտ պատարակ լինելու համար։ Մեզանից ամեն մեկը իր անձնական, իր ծածուկ կյանքի մեջ գիտի իր ամբողջ ընթացքը։ Այսօր առավոտը, ովքեր որ արթնացել են քնից, եկել են Աստծո տուն, պետք է իրանց հաշիվ տան։ Առավոտը ես, որ արթնացել եմ, կանչել եմ Տիրոջ անունը, թե չէ։ Ինչ եմ արել ես, ու ոչ թե մենակ այսօրվա առավոտվա մասին է խոսքը, մեր առօրյա կյանքի մեջ։ Այն որ մենք արթնանում ենք ու Տերը մեզի հնարավորություն է տալիս նորից կանգնելու իր առաջ։ Ինչ ենք անում մենք։ Գիտեք, սովորություններ կա, այն որ մարդու մոտ դառնում է ռեֆլեքս։ Ինքը ինչ որ մի բան արել է, դուր է եկել է ու շարունակաբար դրա մեջ ինքը լինում է, հետո գալիս է մինչև դրա իմաստը իր մեջ կորում է, բայց ռեֆլեքսորեն այդ բանը ինքը անում է։ Աստված չի ուզում, որ հոգևոր կյանքը կամ Աստված պաշտությունը մեր համար սենց դառնա։ Աստվածը պաշտությունը պետք է լինի մի հատ պատասխանատվություն գիտակցելու, որ դու կանգնած ես ու ապրում ես Տիրոջ առաջ։ Ու եթե մեր մտքի մեջ, մեր կյանքի մեջ, մեր առօրյա կյանքի մեջ կլինի աշխատանքի վայրում, որտեղ ուզում ես եղի։ Եթե մենք այս գիտակցությունը պահում ենք մեր մտքի մեջ, մեր սրտերի մեջ, մեր վերաբերմունքը նույնը չի լինում։ Եթե դու մարդուն ինչ-որ մի բան պիտի պատասխանես ու քո սրտի մեջ տնես, ինչ պետք է ասեմ, որ Տիրոջը հաճելի լինի, հավատա ամեն բանի մեջ Աստծո հաճությունը կլինի։ Մենք շատ անգամ ասում ենք, տենում ենք դիմացինը վիրավորվավ, հետո մտածում ենք, լավ, ոնց անեմ, որ հաշտվեմ այս մարդու հետ։ Բայց կարելի է ամեն բանի մեջ ինքներս մեզ ասենք, արդյոք այն ինչ որ անում եմ, Տիրոջը հաճելի է։ Մի քաղաք ասում է, որ լեռան վրա չի կարա ծածկվի։ Ժողովուրդ, դու գիտեք, որ ես մի անգամ ստեղից մի առիթով ասել եմ։ Թվում է, որ մեզ շատերը չեն ճանաչում։ Բայց հավատացեք, այն որ դուք ստեղից դուրս եք գալիս, ճանաչում են մեզ։ Մարդիկ գիտեն ովքեր ենք մենք։ Դու այդ քաղաքն ես, որ լեռան վրա է, որ հեռվից երևում ես։ Մեր վարմունքը, մեր նիստուկացը, մեր շփումը, մեր փոխհարաբերությունը, մեր իրար հետ շփվելը խոսում է մարդկանց սրտերի հետ։ Ես հիշում եմ մի անգամ ստեղից դուրս գալուց էր։ Այսինքն մեր պատանիներն էին դուրս գալի, ես գալիս էի եկեղեցի ու տեսա, որ իրար խփելով, սենց գոռալով, սենց գնում են առաջի բանը, որ այդ պահին զգացի հետևյալն էր։ Կողքի շենքերից նայելու են ու մտածեն, ինչ են սովորացնում այդ երեխեքին այնտեղ, որ այս վարմունքով են դուրս գալի։
Դեք չեմ ասում չխաղան կամ չգիտեմ ինչ, բայց բաներ կա, վերաբերմունք կա, որ պետքա տարբեր լինի աշխարհից։ Եթե տարբեր չի, ինչ ուզում ես արա։ Ոնց որ պատկերացրա նույն վարմունքն ու վերաբերմունքը ունես ինչ որ խմբի հետ կամ աշխատանքի վայրում մարդկանց հետ, մեկ էլ հենց քեզ քո հավատքի մասին խոսում են, դու զգաստանում ես, սկսում ես Աստծո խոսք խոսալ։ Արժեք կլինի դրա մեջ։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի անգամ, եթե չեմ սխալվում, ստեղից ասեմ, տարիներ առաջ, երբ որ ես աշխատանքի առումով կարամ թվականով էլ ասեմ, 2000 թվականն էր, որ աշխատանքի առումով քարտեզագրման տեղն էի աշխատում, ու մենք մեզ գործուղել էին Իջևան քարտեզ գծելու։ Ու երբ որ առաջին ամիսը մենք գնացինք այնտեղ աշխատելու, այնց եղավ, որ պետքա գայինք մի քանի օրով հանգստանալու։ Եկանք մի քանի օր հանգստանալու ու հիշում եմ իմ աղոթքի մեջ աղոթում էի ու այնքան պարզ Աստված իմ սրտի հետ խոսած ու մի բան ասեց, ես քեզ չեմ ուղարկել, որ այնտեղ մենակ քո համար աշխատես։ Ես քեզ ուղարկել եմ, որ դու ավետարանը քարոզես։ Ու հիշում եմ այդ պահին իմ աղոթքից հետո զանգեցի մեր Ալեքսանին, ասի Ալեքսան ջան, այն երջանկության գաղտնիքներից ունես, ինձ պետք է։ Ու հիշում եմ, որ Ալեքսանը 11 հատ երջանկության գաղտնիք տվեց, վերցրեցի ու երբ որ եկավ այդ պահը, որ պետք է գնայինք, գնացի, որտեղ որ մենք ապրում ենք, այդ մեր տան կողքի տները գնացի, սկսեցի բաժանել այդ երջանկության գաղտնիքը։ Ու ինքնավստահ մտածում էի, որ կարևոր բան եմ արել։ Եկա 2 հարկանի էր այդ մեր տունը, որ վարձով վերցրել էինք, աստիճաններով բարձրանում էի վերև ու հանկարծ Սուրբ Հոգին նորից իմ հետ խոսեց, միթե պիտի բավարարվես այդքանով։ Ու որոշեցի, որ առավոտը այս տնից պետքա սկսեմ։ Գիտեք ինչն էր հետաքրքիրը։ Երբ որ ես մտա այդ մարդկանց տուն, դե քանի որ ոնց որ մեր կողքի հարևաններ այդ մի ամիս արդեն հերիք էր, որ գյուղի մեծ մասին ճանաչում ենք, որտեվ ամեն օր ամեն մեկի ոնց որ բակում էինք մենք լինում, այդ չափելու առումով։ Ու մեր կողքի այդ հարևանը, որ առաջին մտա իրանց տուն պետքա իրանց հետ խոսամ Հիսուսի մասին, հետաքրքիր էր, երբ որ սկսեցի խոսալ, այս տան անդամներն ասին հələ մի րոպե։ Մի հատ բան ասենք նոր շարունակի, ասի ասա։ Ասում դուք 4 հոգով ամեն օր տնից դուրս եք գալիս աշխատելու։ Ես էի ու իմ բարեկամներն էին, իրար հետ էինք մենք աշխատում։ Իրանք էս էին ասում են, երբ որ դուք 4-ով դուրս եք գալի, բոլորիդ գործողությունը նույնն է, այն ինչ որ անում եք։ Բայց քո վրա մի հատ յուրահատուկ բան ենք տենում։ Ու ես այդ պահին հասկացա, որ Աստված այդ մարդկանց սրտերը արդեն պատրաստել էր։ Ու սկսեցի իրանց հետ խոսալ, ուրեմն երևի 7 կամ 8, չեմ սխալվում, այդ 7-8 հոգին ամեն օր ես գործից հետո գալիս էի, հավաքում էի մեկի տունը ու իրանց հետ սկսում էի խոսալ։ Իրանց ամեն անգամ ավետարան է, ու ես չգիտեի, որ այդ գյուղում եկեղեցի կար։ Ու հետո եկավ մի օր տունն էի ու ինչ որ մեկը տենամ դրսից ձայն է տալիս ու իմ անունն է տալիս ու իմ հորքուրից տղեկն էին, ասում են, ես գյուղում քեզի անունով տես ճանաչող մարդ կա, ասում փաստորեն կա։ Ու երբ որ իջա տեսա այդ գյուղի հովիվներ ու մենք շփվեցինք իրար հետ, խոսացինք ու երբ որ արդեն եկել էր վերջի, կարելի ասել մի քանի օրը, որ պետք է մենք գործը ավարտեինք գայինք, ես այդ հովին տարա ցույց տվեցի այդ մարդկանց, այդ 8 հոգուն, ու իրանց ասի, այս մարդիկ ապաշխարել են։ Ուզում իրանց համար հոգ տանես, որ չկորեն։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր, երբ որ ես եկա տուն, իմ աղոթքի մեջ Աստված ինձ մի բան էր ասում։ Որ այն որ շատ բաներ կա, որ ասում ես չեմ կարում, ինձանով ամեն բան կարաս։ Ուղղակի մեզ մի բան է պետք, գիտեք, միջավայր ինչի համար ես էսի ասեցի։ Միջավայրը, մթնոլորտը, իմ բարեկամները նես չի հոգևոր մարդիկ են, բայց ես իրանց մեջ ապրում էի որպես հոգևոր։ Ու մարդիկ տեսնում էին, մարդիկ նկատում էին։ Այն որ խոսք էի խոսում, մարդիկ ընդունում էին։ Ու հիշում եմ այդ օրը ժորդ Դավիթը կարա վկայել։ Երբ որ մտնում ենք մենք ավետարանչական դաշտ, երբ որ դու քեզ տվել ես Քրիստոսին ավետարանը քարոզելու, Աստված բաներ կանի, որ դու հետո կասես, էսի ես էի,
Որտեվ գիտեք, բաներ կա, որ Տերը ներգործում է, դու չես հասկանում, այս ինչ էր կատարվեց։ Այդ տունը, որտեղ որ մենք հավաքվում ենք, որ պետքա պաշտամունք անենք, այդ տանը մի հատ աղջիկ կար, որ ինքը ընդհանրապես իր մայրը հոգևոր էր, բայց ինքը հոգևորներին չէր ուզում տանել։ Ինչի համար ինքը վիրավորվել էր Աստծուց, որովհետև ինքը շատ ուժեղ կապված էր իր հոր հետ ու իր հայրը մահացել էր։ Ու հետաքրքիր է, ես այդ պատմության մասին ընդհանրապես տեղյակ չեմ լինում։ Իրաստունը պաշտամունքի ժամանակ այդ աղջկան ասում եմ, ուզում էի խոսայի իր հետ ու հանկարծ ոնց որ Աստված իմ միտքը վերցներ, իմ շուրթերը վերցներ, ու ես իրան ասի լսի։ Ճիշտ է, որ դու քո պապայի հետ կապված ես եղել։ Ու ինքը զարմացած նայեց իր մորը, իր մաման ասաց, ես ոչ մի բան իրան չեմ ասել։ Ասի լսի, այն ինչ որ քո հետ եղել է, Տերը ասում է, որ ես եմ քո հայրը։ Ու հետաքրքիր էր, երբ որ ես իր այդ շարունակեցի այդ խոսքը, այդ աղջկա սիրտս փլվավ, ինքը սկսեց լացել այդ օրը։ Ու այդ օր ինքը իրան հանձնեց Քրիստոսին, ինքը ապաշխարեց։ Գիտեք, բաներ կա, որ երբ որ դու թույլ ես տալի, որ Սուրբ Հոգին քեզանով գործի, շատ բաներ կարա տեղի ունենա։ Ես այդ առումով կոնկրետ այնքան վկայություններ կա իմ կյանքի մեջ։ Ժողովուրդ, ես ասում եմ զուտ մի բանի համար։ Դու ես երկրի աղը, ու դու ես այս աշխարհի լույսը։ Երբ որ դու ներկայացնես Քրիստոսին, անհնարին է, որ մարդիկ չդառնան Քրիստոսին։ Որովհետև երբ որ մենք լինում ենք ճիշտ դիրքի մեջ, մարդիկ ուղակի կգան։ Երբ որ կխոսած մարդիկ քո ապրած կյանքը կտենան, չգիտեմ, արժեքներդ կտենան, իրանց նկատմամբ քո վերաբերմունքը կտենան, ու էսի պատճառ կարա դառնա, որ շատերի սիրտը բացվի։ Չեմ ուզում շատ երկարացնեմ, բայց ուզում եմ մի բան ասեմ ու աղոթենք իրար հետ։ Եկեք քննենք մեր կյանքերը, մեր անձնական կյանքը, մեր առօրյա կյանքը, մեր աշխատանքի վայրում կլինի տանը, դուրսը, ամենտեղ։ Քննելով այս բանը դնենք մեր սրտի մեջ, արդյոք ես իրականում ճշմարտապես ներկայացնում եմ Քրիստոսին այս երկրի վրա։ Թե ուղղակի այդ անունը վերցրել եմ իմ վրա ու ապրում եմ նենց ոնց որ ես եմ ուզում։ Առաջարկում եմ մեզ, որ կաղոթենք իրար հետ։ Իմանալով քո իրական էությունը ինչ կա քո ներսում, բեր Տիրոջ առաջ ու խնդրի, որ ինքը փոխի քեզ, որ դու գնալով նմանվես իրան։ Եկեք աղոթենք իրար հետ։